Գնեք 3 քառակուսի մետր սալիկ եւ ստացեք եւս 2 քառակուսի մետր ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Ձեզ կհաջողվի հանգուցալուծել այս իրավիճակը, այս լարվածությունը։ Եթե կասկածեի, չէ, այս գործը վերցնեին ձեռքը։ Վստահ եք։ Այո։ Առաջին քայլով ինչ պետք է օրինակ անեք։ Ժամանակը ցույց կտա ընթացիկ։ Նախվերդյան այսօր ԿՊ-ն եւ որքան նկատեցի նաեւ ազգային առաջընթացը նիստեր ինչ էին մասնակցել, սա դուք համարում եք բոյկոտ, ինչով եք պայմանավորում նրանց ներկայացնելը։ Ուղղակի տենց են գտել, ճիշտ, տենց են արել, ես ոչ մեկ էլ ոչ մի խնդիր չունեմ։ Այսինքն բոյկոտ չեք անվանում։ Ուղղակի քանի որ պարզ էր, որ ընտրվելու է ձեր տեխնիկան։ Չեն ուզեց մասնակցել։ Ինչ ծեծկրտուք է եղել 3 Տեղյակ չեմ։ Չէ, այսինքն ինչպես թե տեղյակ չեք, հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմա է, դուք էլ ընտրվել եք այստեղի համայնքապետ, մի քանի օր առաջ ընդամենը այստեղ սպանություններ եղան Մերձավանում, առհասարակ այս մարզում։ Մամուլը գրում է, որ Վալուդյա Գրիգորյանի եւ Ախտոյանի թիմակիցների միջև ծեծկրտուք է եղել։ Կոնկրետ մամուլը դուք եք հենց ճիշտ կնի իրավապահ մարմիններից է դից սաղ ճշտ է տեղեկությունները հիմա համայնքում ինչու հնարավոր չի լինում հանգուցալուծել եւ ձեր կարծիքով իրավապահները պատշաճ իրականացնում են իրենց գործառույթը եւ եթե իրականացնեն հնարավոր կլիներ խուսափել ողբերգական միջադեպից։ Երևի դուք ձեր բաց հարցին պատասխանեցիք էլի։ Չէ, դուք էլ պատասխանեք։ Ինչ քայլեր եք ձեռնարկելու լարվածությունը վերացնելու համար, ամեն դեպքում վերջին շրջանում այստեղ գրեթե ամեն օր լարված է։ Ինչ քայլեր եք ձեռնարկելու։ Այդ հարցերը ինձ պետքա չտաք, դուք իրավապահ մարմիններին պետքա։ Բայց դուք եք ընտրել համայնքապետ, շատ ներողություն։ Այսօր ընտրեցիք համայնքապետ, որպես համայնքապետ ինչ պետք է անեք։ Դե բնականաբար։ Գոնե իրենց ուղղորդեք, չգիտեմ, ասեք, այս հատվածում լարված, այս հատվածում չէ, համագործակցեք, հա, իրավապահների հետ, չգիտեմ։ Եվ նաև խոսեցիք որոշակի առումով ծրագրերից, տեսանք, որ քաղաքացիական պայմանագիրը անգամ այս ողբերգական դեպքից հետո հարկ չհամարեց ներկա գտնվել ավականու նիստին, այսինքն կառուցողական տրամադրված են, թե տրամադրված չեն, ձեր վերլուծությունը ինչպիսին է։ Դե իրանց տրամադրվածությունը Վալուդյա Գրիգորյանի ժամանակ էլ է նորմալ եղել, ինձ թվում է, այդպես պետք է շարունակվի։ Պարոն Ախվերդյան, մի առիթով Վալուդյա Գրիգորյանը ասել էր, բացառել էր, որ այսպես ձայների գողություն, հա, կլինի մանդատների, բացառել էր, որ թիմակիցներից որևէ մեկին կարող են տանել իրենց կողմը եւ այդպիսով լուծարել իրենց տեխնացուն նշանակել եւ այլն։ Դուք շարունակում եք այդ Վալուդյա Գրիգորյանի ասածը պնդել, որ ԿՊ-ն կամ մյուս խմբակցությունը, այսպես ասած, շակրտա մանդատագողությամբ չի զբաղվի եւ ձեր թիմակիցներից չեն կարողանա իրենց կողմը տանել։ Ինձ թվում է, այդպես բանի չեն գնա։ Մեր թիմակիցների վրա ես վստահ եմ նույն բանել չեմ կարող ասեմ, բայց դժվար է այդպես բանի գնալ։ Նախվերդյան դուք որտեղի բնակիչ եք։ Բաղրամյան գյուղի։ Իսկ Այս աթոռը ոնց որ թե պրոբլեմատիկա նախորդ երկուսը կրիմինալ պատմություններով Վալոդյա դուք տենց ներքին տագնապներ չունեք, որտեվ ոչ ոք հանգիստ չհեռացավ այս աթոռից։ Ես իմ մտերիմ ընկերոջն եմ կորցրել, ես ոչ մի բանի մասին չունեմ մտածելու, ոչ մի տագնապ չունեմ, ոչ բան չունեմ։ Պարոն Ախվերդյան, իսկ նիստը իրավազորել միայն ձեր մասնակցությամբ։ Եթե իրավազոր չներ, չէր կայանեն նիստը։ Նախկինում եղել են դեպքեր, նիստը եղել է, բայց հետո պարզվել է, որ իրավազորության խնդիր կա, դրա համար եմ հարցնում։ Դե ես տեղյակ եմ, որ մեծամասնությունը եթե ապահովում է, ուրեմն նիստը պետք է կայանա։ Այնուամենայնիվ, պարոն Ախվերդյան, թեև ընտրվել եք, բայց այս պահի դրությամբ չունեք հստակ այսպես քայլերի հաջորդականություն, թե ինչից պետք է սկսեք։ Մենք ինչև իմ ընտրվելը, մենք մեր հստակ քայլերը ունեցել ենք, այդ քայլերը պետք է տանենք առաջ։ Ինչ ծրագրեր են։ Մեր ծրագրերը մեր ընտրասրահի ժամանակ սա կան։ Մի քանիսը ներկայացրեք հիմա։ Շատ են ծրագրերը մեր։ Ամենագլխավորները։ Դա չմանրանան։ Առաջնահերթ այս լարվածությունը եւս վախի մթնոլորտը ցրելն է։ Դրա համար կոնկրետ ինչ քայլեր պետք է անեք դուք։ Նույն հարցը երկրորդ անգամ եք տալիս։ Ուղղակի որովհետեւ չեք պատասխանում։ Որտեւ այդ իմ իրավասության մեջ չի մտնում առաջնահերթին իրավապահ մարմինները պետք է զբաղվեն։ Պարոն Ախվերդյան, դուք ասում եք, թե չեն բոյկոտել։ Ինչքան ժամանակ են մասնակցել այս քանի ամսվա ընթացքում, մայիսից մինչև հիմա ազգային առաջընթացն ու ԿՊ-ն։
Քանի անգամ են մասնակցել ավականու նիստերին։ Մասնակցել են։ Քանի անգամ։ Ամենակիչը մի 3-ից 4 անգամ մասնակցել են, բայց ժամանակահեղը կեսն են մասնակցել, ընդհանուր մի 2-3 անգամ մասնակցել։ Իսկ հիմա դուք չեք համարում, որ սա բոյկոտ է։ Դե իմ համար էլ էդի, ես չեմ իրանց տեղը պատասխանի, ինձ թվում է կոնկրետ իմ հանդեպ իրանք ոչ մի բոյկոտոլի բան չունեն։ Որտեղ նույնը կրկնեցին հենց Վալոդիա Գրիգորյանի ընտրության ժամանակ։ Դե ես պատասխանում եմ ձեզ, որ դա բոյկոտ չի։ Ընդամենը իրանք գտել են որ դա ճիշտ։ Հա։